Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ պայքարում են մեր դեմ հաճախ առանց բարոյական գծերի ու կանոնների։ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանն ասել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Մեր իրավաբաններիս ամենալուրջ գործիքը կոռուպցիայի դեմ պայքարում եւ ընդհանրապես հանցավորության դեմ պայքարում եւ ընդհանրապես իրավական տարբեր հարթություններում մեր պայքարում դա փաստն է, փաստը, ապացույցը։ Երբ որ մենք ունենում ենք փաստի հետ վեճերը արդեն անզոր են։ Դրա համար, որպեսզի մենք կարողանանք փաստերը տեսնել ու գնահատել, շատ կարևոր է, որպեսզի մենք լինենք հավասարակշիռ։ Պատասխանելով ուսանողների հարցերին գլխավոր դատախազն անդրադարձել է պետական շահերի պաշտպանության եւ ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ դատախազության իրականացրած աշխատանքներին, կոռուպցիայի վտանգավորությանը, բարեվարկությանն ու կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը։ Աննա Վարդապետյանը նշել է, որ դատախազությունը 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր պետությանը կամ համայնքին է վերադարձրել 174 միլիոն 545 հազար դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ եւ դրամական միջոցներ։ Դատախազությունը այս պահին կենտրոնացած է այս գույքերի նկատմամբ, ինչու, որպեսզի այս գույքերը կարողանանք վերադարձնել մարդկանց, ում ի սկզբանե այդ գույքերը պետք է պատկանեին։ Բացի դրանից մենք դրամական միջոցներ ենք վերականգնում, շատ մեծ քանակի դրամական միջոցներ։ Եվ երկար ժամանակ քննարկում կար, իսկ ինչա լինում այս դրամական միջոցների հետ։ Արդյոք իրանք չեն դառնում պարգևավճար, ծառայողական մեքենա, տարբեր տեսակի վարչական ծախս, գոյություն ունի այլևս վերականգնված միջոցների միասնական հաշիվ, որի վրա մուծվում են բոլոր վնասների վերականգնումները եւ այդ հաշվեհամարից ծախսերը կատարվում են ֆինանսների նախարարության վերահսկողությամբ։ Սա մեզ համար երաշխիք էր, որպեսզի գումարները, որոնք որ հանցավոր վարքագծի արդյունքում դուրս էին բերվել մեր քաղաքացիների տնօրինությունից վերադարձվեն եւ դառնան օրինակ ճանապարհներ, դպրոց-տանիքներ, պատուհաններ, թատրոններ, խաղահրապարակներ։ Գլխավոր դատախազի խոսքով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում 2023 թվականին կնքվել է 4 հաշտության համաձայնություն, արդյունքում Հայաստանի Հանրապետությանն են փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը 2 միլիարդ 120 միլիոն դրամ է, իսկ փոխանցված դրամական միջոցները շուրջ 80 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազը տեղեկացրել է այս տարի կնքված հաշտության համաձայնությամբ էլ Հայաստանի Հանրապետությանը կփոխանցվի 87 միլիոն 622 հազար դրամ, որից 59 միլիոն 405 հազար դրամն արդեն իսկ փոխանցվել է։ Իրինամ Կրչյան, լուրեր։